Մոսկվան հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ քննարկել իր հնարավոր ներգրավվածությունը Տրիպում Թրամփի ուղի նախագծի շրջանակում։ Երևանը շատ ճիշտ է արձագանքել, ասելով, որ նման օրակարգ գոյություն չունի, բայց խնդիրը միայն կքննարկենք, թե ոչ հարցը չէ, խնդիրը նպատակը հասկանալն է։ Ռուսաստանը նման նախաձեռնություններին չի ձգտում միանալ, որ դրանք աշխատեն։ Նա փորձում է ներս սողոսկել, որ դրանք չաշխատեն, որովհետև Տրիպը խաղաղության ու զարգացման նախագիծ է, բաց ճանապարհներ, տնտեսական կապեր, անվտանգության նոր տրամաբանություն։ Իսկ Ռուսաստանը մեր տարածաշրջանում սովոր է մեկ մոդելի՝ կապերը դարձնել վերահսկողություն, անվտանգությունը դարձնել կախվածություն, իսկ կախվածությունը շանտաժ։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հենց դրա մասին էր՝ միջանցք, դրա նկատմամբ ռուսական ուժերի վերահսկողություն, հայկական պետականության կազմաքանդում։ Այդ պատճառով մեր սկզբունքը պետք է լինի պարզ եւ անշրջելի։ Տրիպը կարող է բաց լինել բոլորի համար, որպես ճանապարհ, որպես տրանսպորտային հնարավորություն, որպես առևտրի ուղի, բայց ոչ ոք, հատկապես Ռուսաստանը, չպետք է ունենա այնտեղ հատուկ դեր, հատուկ լիազորություն կամ հատուկ կարգավիճակ։ Խաղաղությունն ու Ռուսաստանը անհամատեղելի են։ Հայաստանի պետականության հարատևությունն ու հեռանկարները եւ ժամանակակից Ռուսաստանը անհամատեղելի են։ Որքան քիչ ռուսական ներկայություն, այնքան ավելի շատ խաղաղություն, այնքան ավելի շատ բաց ճանապարհներ, կապ եւ ապագա։ Տրիպը պետք է աշխատի Հայաստանի համար, ոչ թե Ռուսաստանի դեմ, այլ Ռուսաստանի վերահսկողությունից դուրս։